The community. Այսօր եկել ենք Հայկի մոտ, Հայկը մեզ եկել է դիմավորելու, մենք այսօր Meatmaster-ում ենք, ես կարծում եմ լոսի հայերը բոլորը գիտեն Meatmaster-ի մասին, եկել ենք այսօր Հայկի մասին ամեն ինչ իմանալու, ոնց է ստեղծել այս ամեն ինչը, ու մեզ մի քիչ էլ գաղտնիքներ ասես, ինչպես կանանց, ինչպես պատրաստենք այս կամ այն միսը։ Նախ ողջույն քեզ։ Բարև ձեզ, բարով եք եկել։ Հայ ջան, մեզ ասա որտեղ ես ծնվել դու։ Okay, ես ծնվել եմ Հայաստանում, Աշտարակում։ Տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ 2017 թվականի սկզբին։ Ինչ ընտանիքում ես ծնվել, ինչպիսի երեխա ես եղել։ Եղել եմ շատ չարաճճ երեխա։ Ուրեմն ծնվել եմ պապաս շինարար եղել, մամաս Ռուսենի դասատու, ուսուցչուհի։ Մենք երեք եղբայր ենք, ես ամենափոքրն եմ։ Իսկ ձեր ընտանիքում ինչ որ մեկը կա, որ խոհանոցի հետ կապ ունի։ Այո, պապիկս, ավելի շատ էսի գենետիկորեն երևի պապիկիս եմ գցել, որովհետև ինքը, ասենք, շատ հետաքրքիր, ոնց որ ասած մսագործ էր, այն ժամանակները գիտեք, էլի, ամեն ինչը, ասենք, մսերը, բանը տունն էր մորթվում, բան։ Ոնց որ երեխա վաղտվանից ես այդ ամեն ինչը տեսել եմ, էլի, դրա մեջով անցել եմ։ Ու ոնց որ բերանի համ ասվածը, չգիտեմ, մարդկա էդի գիտի, ինչ մարդկա չգիտի, ոնց որ ծնված օրվանից էսի տված է եղել, էլի ամեն ինչ չէր, որ հավանում էին փոքր ժամանակվանից, էլի ուտելիքների մեջ, ու դրա համար ոնց որ դրա արդյունքում ստացա մի հատ բիզնես, որը որ դուք տենում եք, էլի ինչ որ ունենք, էլի։ Մենք այս բիզնեսին էլ կանրադառնանք, բայց ինձ հետաքրքիր է սկիզբը ինչպես է դրվել։ Հասկացանք, որ պապիկդ անում էր, դու էլ տեսնում էիր, գրավեց քեզ այդ ամեն ինչը, որտեղ գնացիր սովորելու, սկիզբը ինչպես է սկսել։ Okay, ուրեմն մսագործությունով Հայաստանում ես ընդհանրապես չեմ զբաղվել։ Բիզնես եմ արել, էլի, բայց մսագործության հետ կապ չեմ ունեցել։ Ուղղակի սիրում էի համով ուտել, լավ տեղեր գնալ, ամեն ինչը փորձել։ Հետո որ տեղափոխվեցինք Ամերիկա, ես սկսեցի ինչից առաջացավ այս միտքը, որ այս բիզնեսի մեջ խորանանք, ինձ անձամբ դուր չէր գալի ոչ մի տեսակի խորովածներ, որ ես ասենք այդ մեր խանութից, չգիտեմ, ամենալավ խանութից այդ մեր միս էի առնում, դուրս չէր գալի, որովհետև այն ինչ որ ես կերել էի իմ հայրենիքում, ոնց որ անհամեմատելի էր Ստեյնի հետ։ Ինչն էր պատճառը, ինչ խնդիր կար միսի հետ։ Խնդիրը, ասեմ ձեզ, ուրեմն մեր մոտի միսը կլինի, միրգը կլինի, թե բանջարեղենը մի ձև յուրահատուկ ընդգծված համ ունի, որ ավելի ոնց որ տնական, հա, էլի ոնց ասեմ, այդպես յուրահատուկ տարբերվող է, էլի մեր ամեն ինչ ինձ թվում է, դուք էլ եք Հայաստան ապրել, տեսել եք, գիտեք, ես դրա համար հիմա լոսում կոնկրետ շատ լավ է։ Բանջարեղենն էլ միկն շատ նմանացրած է մերին, բայց ասենք այն սառը նահանգները, որ գնում ես ճանապարհորդելու կամ նայում ես, ոչ մի բան հայկական հային հարիր, ինձ թվում է շատ դժվար այնտեղ ճարել է, էլի։ Դե արի հիմա առաջ գնանք ու մեզ պատմես։ Համեցեք, իհարկե։ Պատմես։ Սիրով։ Այն մասին, թե ինչպես ստեղծվեց Meatmaster, այսօր մենք մսերի թագավորությունում ենք, այստեղ Հայկը մեզ այնքան բանացույց տալու է այսօր, մենք ասենք, որ մենակ այստեղ չենք նկարելու, գնալու ենք, անակնկալ ունենք, հաղորդման ընթացքում կիմանաք, գնալու ենք միտեղ, որի մասին Հայկը շատ քիչ է խոսացել, այսօր ավելի մանրամասն կխոսա։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։ Հիմա մեզ ասա ինչպես ստեղծվեց Meatmaster-ը, գաղափարը ինչպես առաջացավ քո մոտ։ Okay, ուրեմն Meatmaster-ի գաղափարը առաջացավ, երբ որ տեղափոխվեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ես իմ խասյաթին համաձայն պետքա ճարեի իմ սրտով սնունդ, ուտելիք։ Ցանկացած բան կլինի մի բանջարեղեն, կլինի, չգիտեմ, ինչ-որ շոկոլադ, թե կլինի միս, ես միշտ սիրում եմ ընտրեմ, փնտրեմ ու գտնեմ այն ինչը որ ինձ դուր է գալի ու յուրօրինակ ուտելիքներ եմ հիմնականում սիրում, բարև ձեզ, համեցեք։ Դրա համար ոնց որ միտք առաջացավ, թե ոնց որ investigate անենք ստեղի շուկան, տեսնենք թե ինչ հնարավորինս լավ ոնց որ մսամթերք ճարեմ։ Ու տենց մի որոշ ժամանակ աշխատում էի տարբեր գործերի, որ մսի հետ ընդհանրապես կապ չուներ, կահույքագործ եմ աշխատել, հետո կանձիցանրի գործ եմ արել,
Это в общем, տենց ոնց որ լուբո եկած Ամերիկայի նոր եկած հայ է, էլի։ Հետո տենց ընթաց սկսեցի փորձել ճարել իմ ուզած ուտելիքը։ Նու իմ մոտ տենց այդքան էլ չստացվեց, բայց իմ մոտ մեծ միտքը հետաքրքիր առաջացավ։ Ինչ կլինի, եթե մենք կարողանանք մեր հայկական համերը լեովին տեղափոխենք ստե ու ստանանք մի հատ տենց բիզնես պրոֆիլ, որը որ կարանք օգտագործենք համ հայությանը օգուտ տալու համար, համ էլ մենք մեր ուզած ուտելիքը որ կարողանանք պատրաստենք ու ուտենք, ոնց որ ու տենց սկսեցի շուկայով հետաքրվել, շատ տարբեր նահանգներ սկսեցի գնալ, այդ ընթացքում ոնց որ ինձ հարմար գործ ճարվավ, որը որ մսագործություն էր ուրիշ խանութներում։ Ու սկսեցի տենց խանութներում աշխատել, տարբեր խանութներում եմ աշխատել, ու այդ ընթացքում համ ես իմ գործը իհարկե իդեալական անում էի, համ փորձում էի մաքսիմում էներգիա ու ուժ դնել, որ կանայի գտնել այն համերը, որին ոնց որ կարոտել էի, էլի, որը որ իմ հայրենիքից հետս բերել էի։ Մեր հայկական կանաչիներից սկսած նույնիսկ հիմա մեր բոլոր կանաչիները ես Հայաստանից եմ բերում, որը որ խորովածի համար օգտագործում ենք ու որը որ իրոք գրեթե լրիվ ուրիշ բան է, էլի, ասենք նույնը չի ամերիկյան շուկայում եղած կանաչիների հետ։ Հայկ, շատ կարևոր է, որ դու բիզնեսից հասկանում ես, շատ կարևոր է նաև այն բանը, որ դու քո գործի գիտակն ես, բայց որպեսզի բիզնեսդ աճի, մի շատ կարևոր հանգամանք էլ կա։ Դու պետք է ունենաս լավ թիմ, ճիշտ է։ Այո։ Ինչ կասես, ինչ սկզբունքով ես ընտրում քո աշխատակիցներին։ Շատ լավ։ Ուրեմն ես աշխատակից ընտրելուց երբևիցե չեմ նայում իր աշխատանքային հմտություններին։ Առաջինը զուտ նայում եմ մարդկային տեսակին, որովհետև լավ մարդուց լավ աշխատող շատ հեշտ է ստանալ, բայց մարդը կարող է լավ աշխատող, բայց լավ մարդ չլինի ու ինքը քանդի քո ամբողջ կառուցածը։ Դրա համար իմ առաջի նյուանսը, մի առաջի գործոնը ու առաջի շեշտադրումը միշտ դրած է մարդու մարդկային հատկանիշների վրա։ Եթե մարդը լավ մարդ է, այսինքն լավ ասելով հասկանում ենք, էլի, որ տնից շատ են գնում գործի միջավայրում ու քո հետի աշխատողները, եթե այդ աուրան, եթե այդ էներգիան կարող են ստանան դրական, միանշանակ քո գործը լավ ալնելու։ Քո աշխատողները, եթե ճիշտ եմ նկատել, համարյա բոլորը հայեր են, ճիշտ է։ Ու ջահել։ Ահա։ Հիմա հարց։ Ես 3 տարի է այստեղ եմ ապրում, 3 ու մի քիչ ավել։ Ու անընդհատ եկածս օրվանից լսել եմ, որ մեր այստեղի հայ բիզնեսմենները չեն ուզում իրենց մոտ աշխատեն հայեր։ Ես կարծում եմ դու էլ ես լսել դրա Հա, ես լսել եմ, շատ է լինում այդպես։ Բայց իմ համար շատ հաճելի էր այսօր գալ այստեղ ու տեսնել լիքը հայերի, ովքեր աշխատում են քեզ հետ միասին։ Քո թմում, քո ստեղծած ընտանիքում։ Այ քեզ համար կարևոր է, որ հայ լինի քո թմում։ Շատ, ես դες սենց ասեմ, ես իմ սաղ լոսի հայերից ցավը տանեմ, սաղ էլ գիտեն ես ոնց եմ ապրում աշխատում ու ոչ միայն ընդհանուր մեր գենետիկան ես սիրում եմ։ Մարկը նայեք, ասենք տեղափոխվելով Ամերիկա փորձում է դա Բոստոն ապրի կամ այնտեղ ապրի, որ հայերը հետ քիչ շփում ունենա։ Ես իմ մտած օրվանից իմ կյանքը չեմ պատկերացրել առանց հայերի ու այսօր հպարտ եմ ու գլուխ եմ գովում դրանով, որովհետև մենք մեկս մյուսով ենք։ Ես իհարկե որ ասում եմ հայ, նկատի ունեմ մեր լավ տեսակը, որը որ ինձ թվում է ցանկացածից հաճելի է լավ մի հատ հայի հետ շփվի, քան թե ցանկացած օտար ազգի։ Մեր հաճախորդների գրեթե 85%-ն էլ հայեր են։ Ինչը այսպես գլուխ գովալով եմ ասում, որովհետև հայերի պես ուտող խմող, հայերի պես փող ծախսող իմ կարծիքով երկրորդ ազգը չկա։ Կան լիքայելի նման ազգեր, բայց որ ասենք հայերից շատ ես չեմ տեսել։ Կարող եմ ձեզ մի հարց տալ։ Այստեղ հաճախ եք լինում։ Հաճախ է։ Ինչն է պատճառը, որ այստեղ անընդհատ վերադառնում եք։ Մսի որակը շատ լավն է։ Ամենակարևորը դրա համար։ Մենակ այստեղից եք միս առնում։ Համարյա հա։ Մեկ-մեկ էլ բա որ ստեղից չէ, բայց հիմնականում ստեղից է։ Շնորհակալություն։ Որն է քո կարծիքով այստեղ քո ամենակարևոր գլխավոր ձեռքբերումը մսերի մեջ։ Եկեք ցույց տամ։ Ահա։ Այս Արոին էլ կհետաքրի, չէ՞ ար։ Ինձ զատում մենակ էս է հետաքրքրը։ Ինչը։ Ասում սա Արոին էլ կհետաքրի, ինք ասում է ինձ մենակ էս է։ Նայեք, ուրեմն էսի աշխարհում Ամերիկայում ընդհանրապես 87 հատ կա այս լայսենսից, էսի կոչվում է Kobe, աշխարհում նա թանկ Kobe-ի շարքին է պատկանում։ 5 տարեկան մորթվում է մոդավորապես երևի մի 600 գլուխ։ Դա լա շատ եմ ասում, վերջի շրջանում ավելի քչացել է մորթը, որովհետև ինքը genetically աշխարհում յուրօրինակ DNA-ով full blood A5-ը համարվում, որը գալիս է Tajima Prefecture-ից, կոչվում է Kobe beef։ Ինքը աշխարհում վաճառվում է միայն լայսենսով ու Այդ որն է ցույց կտաս մեզ։ Հա, իհարկե, այս միսն է։
գրեթե բոլոր ռեստորանները, ասենք թափ հյուրանոցները, այն Michelin star ռեստորանները, որոնք որ ունեն, ասենք A5 վագու, ինքը ոնց որ ավելի շատ անուն է, որը որ իրանք վաճառում են։ Կարող ենք ասել, որ այս խանութում ամենաթանկ միսը դա է։ Չէ, որտեվ մի հատ ուրիշ կովել կա, որ այս բան ցավոք սրտի չունեմ, որտեվ ինքը աշխարհային յուրօրինակ կովերից է, որ 6-ից 10 գլուխ է մորթվում տարեկան, կոչվում է մացացուկա բիֆ, որը որ էլի A5 է, ճապոնական, պրոստը այս տարի ցավոք սրտի չկարեցանք մենք մեզ փայ հասնի, որտեվ շատ քիչ էր, ինչ որ Մոնտե Կարլո մեծ հավաք ա եղել, ուղարկել են այնտեղ։ Միս ընտրելուց ամենակարևորը ինչին ուշադրություն դարձնենք։ Մի հատ գաղտնիք։ Ի նկատի հարց, ինչի միս, ասենք կովի։ Օրինակ բիֆը։ Բիֆը։ Ահա։ Ճաշի թե խորովածի։ Խորովածի, օքեյ, լավ, արի խորովածի Արոյի սկսենք։ համար խորոված։ Նայեք, խորովածի միս ես իմ ֆեյվորիտներից մեկը, որ ես օգտագործում եմ, հիմնականում մարդկանց մեջ կա կարծիք, որ ֆիլե մինյոնը ամենալավ կտրվածքը, բայց ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև իմ կարծիքով ամենահամով խորովածը, որ կոնկրետ խորովածը, ոչ թե ստեյկը, դա ֆլապ միտն է։ Մեզ ցույց կտաս կաս տեղը։ Այո, ֆլապ միտը սա է։ Արո ջան, դու նայի, դու պետք է նայես դրան։ Բայց դրա տարբեր տեսակներ ունենք, ավելի ավստրալական վագու ունենք, ամերիկյան վագու ունենք։ Ես խորհուրդ եմ տալիս խորովածի, լավ խորովածի համար օգտագործել, ասենք, ավստրալական վագուի ֆլապ միտ։ Իմ ամենասիրած ստեյքի կտորը ամերիկացիք ասում են hanger steak, դա դուրս է գալի կովի ֆլանկը հայերենով եմ ուզում բացատրեմ, երևի իրա վրա բացատրեմ, նայեք, ֆլանկի ու պլեյթի արանքը սենց մի հատ կար է գնում, այդ կարի միսն է, որը որ շատ թենդեր միս է, հին ժամանակներում կոչվել է butcher steak, որովհետև բոլոր խոսագործները մորթ անելուց հետո այդ կտորը ոնց որ պահել են իրանց համար, իմ ամենասիրած, որ համ ինքը լրիվ կովի այդ համը, ընդհանուր, այդ beefy flavor-ը ամերիկացիքի ասած մեջն է ու շատ թենդեր է, փափուկ է, էլի։ Իմ համար hanger steak-ն է ու շատ սիրում եմ նաև չակտել flap-ը, որը որ էլի յուրօրինակ մսային համ ունի, կտրվածքներից, steak-ի համար։ Նու շատ պոպուլար է ribeye-ը, որը որ գիտեք, Նյու Յորքը, օքեյ է, ֆիլե մինյոնը, ես բոլոր կտրվածքներն էլ հիմնականում օգտագործում եմ, բայց իմ համար խորովածի համար, տավարի խորովածի համար ամենալավը իմ կարծիքով ֆլապ միտն է, վագուի ֆլապ միտը իհարկե։ Երկրորդ տեղում որպես steak եթե ասեմ, ապա իմ կարծիքով երևի ռիբայի մեջի այդ աչքը էլ, ռիբայի ռոլ են ասում։ Էդ էլ էր քեզ հետաքրիր ար։ Ես այս հատվածը կտրելու եմ առանձին պահեմ միշտ մոտս ունենամ։ Որ գազ խանութ միացնես քեզ այդպես միստան, չէ։ Իսկ հիմա լավ, այդ Արոյի համար էր, Հայկ։ Ինչի համար։ Այդ Արոյի համար ասեցիր այդ ամեն ինչը։ Հիմա կանանց համար։ Կանանց համար։ Կանայք ովքեր ճաշ են պատրաստում, նախորդ միսը խաշում են, չէ։ Այո։ Լինում է որ միսը շատ ձիգ է լինում։ Այո։ Դա մսիցա թե եփելու եղանակից է։ Ընդհանրապես աշխարհում ու ասեի Ամերիկայում մսերը երկու ձև են լինում։ Առաջինը որ մորթվում է մինչև 2 տարեկան ու կան Իսպանիայում հիմնականում եվրոպական շատ տեղերում օգտագործում են մոտավորապես 10-ից 15 տարեկան կովեր, որոնք որ retire են եղել արդեն dairy product-ների վրա ու ինքը տեսած կլինեք դեղին յուղով, մենակ կանաչ կերած, որովհետև դե կա տվող է, մենակ կանաչ խոտ կերած ոնց որ կովերն են, որոնք միս են որ մի քիչ ձիգ է ձեր ասած, բայց իր համը անհամեմատելի է, շատ համով է, բայց պետք է երկար էփես։ Բայց ինձ առանձնակի դուր է գալի այն մսերը, որոնք որ մինչև 2 տարեկան են, կովերը, որովհետև ինքը ոնց որ հորթից կով արդեն 6-ից 8 ամիս հետո, երբ որ արդեն հորթից տեղափոխվում է կով, մի քիչ միսը ավելի ձգվում է, համը փոխվում է։ Ես հորթ չեմ սիրում։ Հորթը մինչև 6 ամսականն է, մինչև 6-7 ամսականն է, որ կաթ ուտում մենակ։ Իմ կարծիքով կովի միսը ոնց որ շատ իդեալական հասունացած չի, երբ որ ինքը հորթ է։ Իմ կարծիքն է ուղղակի։ Շատ մարդիկ մենք հորթ շատ ծախում ենք, նշի որ ասում են որ հորթ չգնեք էլ, բայց իմ կարծիքով լավ ճաշ ստանալու համար միանշանակ բիֆն է լավ։
Ես Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո սիրահարվել եմ ուղղակի կորեական խոհանոցին։ Ահա։ Ու նշեմ մի շատ կարևոր բան։ Ես կարծում եմ Արոն էլ իմ հետ համաձայն կլինի, որովհետև մենք նույն նախասիրությունները ունենք։ Կորեական խոհանոցների բիֆը աննկարագրելի համով է։ Դա ինչի՞ց է։ Համաձայն է, չէ՞ Արոն։ Այո, շատ։ Նայեք, իրանք հիմնականում ստեղ Ամերիկայում, եթե խոսում ենք Ամերիկայի մասին, Ամերիկայում հիմնականում նրանք օգտագործում են էլի ամերիկյան մսեր, բայց իրանք սիզոնինգները, քանի որ շատ են օգտագործում այդ սոյ սոս, պոնզու սոս, այդ խոհանոցը, այդ խոհանոցի համերն է, որ իրանք միսը ոնց որ մի քիչ փոխում է համը։ Բայց եթե դուք հարցնում եք ինձ կորեական բիֆի մասին, ես ձեզ ասեմ, որ աշխարհում կորեական բիֆը միակ բիֆերի ցանկում է, որ ինքը էլի համարվում է աշխարհի ամենահամով ու ամենաթանկ բիֆերը, որը որ Ամերիկա չի ներմուծվում այս պահին, որովհետև, չգիտեմ, ինչ որ regulation-ներ կա, որի պատճառով որ Կորեայից կոնկրետ չենք ստանում ու պլյուս դրան աշխարհի ամենաթանկ միսը, եթե չեմ սխալվում, հենց Կորեայից էր գալի, որը որ իրանք հենց տեղում են վաճառում այդ միսը։ Դες ուրեմն ես ու դու ինչ որ բանից հասկանում եք, Հա, Արոն։ իրանք մոտ բիֆ ինդուստրիան շատ զարգացած է, բայց Ամերիկա կարծեմ իրանք ես ինձ այսքան ժամանակ չի հանդիպել միս, որը որ Կորեայից է գալու, ես հետաքրվեցի, որ կարողանանք մի քանի տեսակներ կար, որը որ համարվել էր աշխարհի ամենալավ մսերը, բայց չի թույլատրվում լավ որ բերել ներմուծել Ամերիկա։ Այսօր Հայկի մոտ դասախոսության ենք եկել ես ու դու մսերի հետ կապված։ Լավ լսի Արա ջան, որովհետև դու շաբաթը 4 անգամ մսի հետ գործ ունես։ Հիմա մեզ կանանց հետաքրող ամենակարևոր հարցը, որ մսից չեն չաղանում։ Որ մսից չեն չաղանում։ Ես կասեի, որպես մսի բիզնեսատեր, բոլոր մսերից չեն չաղանը, թե հաց շուտեն հետ։ Բայց եթե ավելի լուրջ, իմ կարծիքով երևի ձկնեղենից։ Ձկնեղենից։ Իմ կարծիքով ձկնեղենից, հավեղենից, որովհետև սենց ասեմ ձեզ, նայեք, մսի մեջի այդ կարմրությունը որ կա, դա մայոգլոբին է կոչվում, ինքը արուն չի, իմիջայլոց ստեյք ուտողներին ասեմ, խնդրում եմ ժողովուրդ, medium կամ medium rare կերեք, էլի well done բան մի արեք տենց բաներ, էլի մի փչացրեք այդ միսը, որովհետև լրիվ ուրիշ բան է, էլի, խնդրում եմ ձեզ, մի երկու անգամ փորձեք, հետո հաստատ բոլորդ գոհ եք մնալու։ Այդ մայոգլոբին ասած է, ինքը արյան մեջ ոնց որ կիսլարոդը ու պահող ինչ որ նյութ է, որ կարմիր գույն ունի, էփելու ընթացքում այդ մայոգլոբինը ինքը գույնը փոխում է, ուղղակի դառնում է կարմիր, ինքը արյուն չի։ Ընդհանրապես արյան հետ կապ չունեցող բան է, ինքը պրոստը նյութ է, որը որ պահում է մսի ոնց որ կոնստրուկցիայի մեջ է մտնում ու կարիք չկա դրանից մտածել, որ դա արուն է կամ հում է, ոչ մի խնդիր չկա, առավելևս Ամերիկայում ցանկացած միս, եթե USDA certified է, ոչ մի խնդիր չկա, ինչ որ էխենակով կամ չգիտեմ, մեծերը տենց բաներ են ասում, չէ՞ որ հում միսը չի կարելի ուտել, ամեն ինչ նորմալ է։ Հենց որ կարաք փորձեք արխային։ Գաղտնիքներով հագեցած գնամ։ Խոսքը գնաց ձկների մասին, ես գիտեմ, որ դու ձկներ էլ ունես։ Մեզ կանանց խորհուրդ տուր մի կարևոր բան ձուկը եփելուց։ Okay։ Սիրով։ Խաշելուց։ Այո, խաշելուց։ Քո կարծիքով հիմնականում կանայք որ սխալն է, որ ձուկը եփելուց թույլ են տալիս։ Շատ լավ հարցեր են ջալոց ասեմ, որ պարապեին երևի sense չէր ստացվի։ Նայեք, ամենակարևոր պայմանը, որ պետք է պահենք ձուկը եփելուց, ջուրը քիչ, մաքսիմում քիչ կամ աննշան։ Ու կրակը ամենաթույլի վրա։ Շատ թույլ, կրակը թույլ, մաքսիմում թույլ։ Ու չեմ ասում հանգած, բայց թույլ։ Ու ջուրը քիչ, հա։ Միակ ձկան եփելու պայմանը իմ կարծիքով ցանկացած խաշլամակ, ձուկ, ինչ որ մի բան, եթե եփում եք ջուրը քիչ արեք, ջուրը ու կրակը կամաց արեք, տեսեք լրիվ ուրիշ համ եք ստանալու։ Ու ընդհանրապես ես մի հատ լավ խորհուրդ տամ, ոչ թե իմ բիզնեսի համար եմ ասում, ընդհանուր, կարան ինձնից էլ չառնեն։ Ցանկացած տեղից եթե առնում եք միս, հավ, ձուկ, տենց բաներ, մի քիչ փող ծախսեք, որովհետև լավ ապրանքը երբեք էժան չի լինում։ Չի կարա էլի փաունդը 1.5 2 կամ $5, $4 հավը լավ է լինի։ Ամերիկայում պահվող, անհնար է դա ուղղակի։ Քո վիդեոներից մեկում տեսա թե ինչպես ես բաստուրմայով սենդվիչ պատրաստում։ Այո։ Բայց բաստուրմայով սենդվիչը պատրաստելիս չամանը հանեցիր։ Ինչի։ Նա ես սենց ասեմ։ Ես լավ ուսումնասիրել եմ քո էջը։ Հիմա սենց ասեմ, ես այդտեղ բաստուրմա ծախում եմ ուղղակի սլայս արած մեր արտադրանքն է։ Այն մյուս լոկեյշնս, որը որ բացում եմ, այնտեղ
ես որոշել եմ էդի, այդ բաստում եմ, որ ծախեմ, էլի սլայս չամանը վրից հանելու եմ, նոր ծախեմ, ասեմ խի, նայք, մենք ուրիշ ձևով ենք սարկում մեր բաստումը, նենց ենք սարկում, որ մսից դու ֆուլ չամանի համը առնում ես, երբ որ ուտում ես, ու իմաստ չուներ չամանը ուտել, այդ հոտը, որ ամբողջ օրը վրայից հետ չգա ոնց որ, զուտ դրա այդ մտքով ես այդ չամանը հանում եմ վրից, բայց հանելով ինքը ավելի համով է ստացվում, իմ կարծիքով, որովհետև մի քիչ երկար ենք պահում չամանի մեջ, ավելի այդ համը ոնց որ ընդգծված ալնեմ ու կարիք չկա իմ կարծիքով այդ չամանը ուտենք պարտադիր, որ դրա համը զգանք, էլի։ Մեզ կասես ամենակարևոր բանը, որ սովորել ես Հայկից, ո՞րն է։ Ես որպես կարևոր չեմ ուզենա ինչ-որ մի հատ կոնկրետ մի բան առանձնացնել, որովհետև եթե Հայկից շատ բան կա սովորում, նախ առաջին ես չեմ ուզենա գործնական բաները շեշտեմ, նախ առաջին իր մարդկային որակները, որովհետև մենք այստեղ աշխատելով առաջինը Հայկը մեզ չի մոտենում որպես աշխատող։ Առաջնահերթ այստեղ ինքը մոտենում է որպես մարդու, այստեղ իր առաջի ասած բանը այն է որպես բիզնես, որ մենք պետք է հաճախորդին մոտենանք այնպես, ոնց որ կուզենանք մեզ մոտենան։ Այսինքն մենք մարդկանց փորձում ենք մաքսիմալ անենց սպասարկել, ոնց որ կուզենք մեզ սպասարկել։ Բայց այն ինչը վերաբերում է իր տեխնիկական հմտություններին որպես բիզնես, որպես մսագործություն, այդ շատ բան կա դրա մասին ասելու։ Մեզ համար էլ է կարևոր մարդկային հատկանիշները ու շատ ուրախ եմ, որ դու հենց դրա մասին խոսեցիր, շատ ապրես։ Դա խոսում է նրա մասին, որ Հայկը այստեղ աշխատողներ չի բերել, Հայկը բերել է այստեղ իր համար ընտանիքի անդամներ։ Այո, իրականում տենց էլ աշխատում ենք, փորձում ենք ամեն ինչ մաքսիմում նենց անենք, որ մարդիկ իրանց շատ գոհ զգան, իրանց լավ զգան, այն լարվածությունը, այն փշերը, ես էլ տարբեր տեղեր աշխատել եմ ու լավ գիտեմ, աշխատողի մտածելակերպը, հոգեբանությունը, փորձում եմ ամեն ինչ մաքսիմում նենց անեմ, որ ազատ լինեն մարդիկ, իրանց լավը զգան, իրանց հանգիստը զգան, հասկանան, որ իրանք կարան մի օր էլ գործի չգան, կարան այն ամենաբիզի ժամանակ դու զգան գուսը կոֆե խմեն, օքեյ է, նորմալ է, ինչ է եղել։ Թող անեն, թող ապրեն, իրանք էլ են մարդ, տենց չի կարելի վերաբերվել, որ իմ կարծիքով էդի երևի խորհուրդ էլ կլինի շատերին, մի քիչ կարելի է մարդկանց շփման մեխանիկան փոխել, որովհետև նու չեմ ուզում ինչ-որ ավելորդ բաներ խոսամ, բայց շատ տեղերից լսել եմ, որ մարդիկ նեղվում են, էլի ինչ-որ միջավայրի լավ վիճակի բացակայությունից կամ ասենք, չգիտեմ, գործատիրոջ հոգատարությունից, սառնությունից։ Դրա համար ես էլ խորհուրդ կտամ ցանկացած մարդ, ով փորձում է լավ բիզնես ստանա, առաջինը դի վերանայի, որ այդ բիզնեսի ներսում, այդ կոպիտ ասած, եթե քո ընտանիքում ամեն ինչ նորմալ չի, դուրսը նորմալ չի կարա լինի, տենց էլ գործն է։ Եթե գործի ներսում, որը որ մի ընտանիք էլ մենք ենք համարում, ամեն ինչ նորմալ չի, գործի դուրսը չի կարա նորմալ լինել, իմ կարծիքով։ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Հիմա բրբանկից եկել ենք Էնսինո։ Հայկը մեզ բերել է մի տեղ, որտեղ ոչ բոլորին է բերել, ոչ բոլորը գիտեն։ Հիմա մեզ պատմելու է որտեղ ենք եկել։ Պատմի, Հայկ։ Ուրեմն սա Mid-Master Reserve, մի հատ անունը հլնայի, այն այնտեղ ունենք, ստեղ էլ լա պետք է ունենանք, կիսատա։ Reserve, որտեղ ոնց որ կոնյակը, գինին, խմիչքը, ցանկացած reserve ռեստորանը կամ խանութը իրանից ներկայացնում է մի յուրօրինակ բան, որը իր մեջ ոնց որ պարունակում է համ երկար տարիների էքսպերիանս, համ էլ իրանից կրկնվողը չկա։ Այդ նպատակով ենք սրանոնը դրել Mid-Master Reserve, հետագայում եթե տա Աստված մենք ավելի խոշորանանք, ավելի շատացնենք մեր լոքեյշնները, sense location էլ չենք բացելու, որովհետև ստեղ կենտրոնացած է իմ 10 տարվա ամբողջ համ աշխատանք, համ էներգիան, համ ուժը, համ միտքը, համ փողը, համ հնարավորությունները, համ էլ ամեն ինչը, ամեն գիտելիքները։ Դրա համար ես մի հատը որպես տենց յուրօրինակ տեղ Ինչա լինելու այստեղ։ Լինելու է եւ խանութ, ես գիտեմ, բայց դու մեր հետևորդների համար ասա։ Սա ոնց որ Եվրոպայից հիմնականում էս միտքի մոտ առաջացավ, որ գնացել է բիզնես ճանապարհորդության, ինքը ոնց որ butcher shop and boutique and cafe, տենց էր Եվրոպայում, դե իհարկե այստեղ կաֆե չէ, այստեղ ոնց որ մենք ունենալու ենք
butcher shop and like restaurant բայց ինքը ավելի շատ ռեստորանային համակարգով չի աշխատելու ինքը հիմնականում օրական մարդ է եթե դրենք մի հատ ինչ-որ մի բանա պատվիրե ուզում ուտի կարա նստի ուտի բայց հիմնականում ուրբաթ շաբաթ օրերին ունենալու ենք փակ իվենտներ որը որ ունենալու է հրավերքով դրա մասին ավելի մանրամասը հետաքրքիր մենյուներ շատ որ յուրօրինակ որ ոչ մի ռեստորան խանութ ոչ միտեղ չկա տես բան փորձելու ենք ժողովրդին զարմացնել լավ սենց ասեմ զարմացնելու տեղ ալնելու մենակ ուրբաթ շաբաթ օրերն է դա աշխատելու էլի Հայկ մի հատ շատ կարևոր հարց ունեմ քեզ տալու այդպես կինոներից տեսնում ենք, չէ, որ ամեն շեֆ ունի իր դանակը։ Դու ունես դանակ, որը Ճապոնիայից էլ բերել եմ։ Երկար տարիներ քո։ Ասեմ ձեզ, Ճապոնիայում դանակը ոնց որ ավելի շատ կուլտուրա է։ Օրինակ, այստեղ դանակի խանութ ես չեմ տեսել, բայց այնտեղ հիմնականում երևի ցանկացած քաղաքում որովհետև ճապոնական դանակները աշխարհում են հանրահռչակ է, չէ՞ որ դանակներ կա, ասենք մինչև $100,000 գին ունի ու այդ Դամասկոս կոչված մետաղից են սարքում, ինքը շատ համ թանկ մետաղ է, համ էլ ձեռագործ է։ Ես այնտեղից բերել եմ մի հատ դանակ, ու շատ թանկանոց չի, երևի մի $700-800 դանակ է, բայց ես հիմնականում այդ դանակով մի քանի հատ վիդեո էլ ունեմ արած, բայց աշխատում եմ դա շատ չօգտագործեմ, բայց որ տեղափոխվեմ, ստե բերելու եմ այդպես։ Ստեղ ուրեմն ճիշտ է մի քիչ խառն է մոդս, բայց հլա վերջացրա չի, եսի սաղ ինչ տենում եք միսը ալնելու։ Անենց չի որ պետք է ասենք ստե, չգիտեմ, բանջարեղեն բան տես բաներ չի ենք ունենալու, հիմնականում սաղ մսեր ալնելու ու մսին վերաբերվող ասենք սալատներ, չարկոտերի, մսեղեն, տես բաներ էլի։ Ստեղ եկեք ուզում եք ցույց տամ ինչից ենք սկսում ստեղ։ Նայեք, ուրեմն Էսի մեր կովերի պատմությունն է սաղ ալնելու, աշխարհի ամենաթանկ կովերի արձաններն է իրանց պատմություններով, սաղ ձեռագիր գրած, շուշի տակը, սաղ լույսերով սիրուն հավաքվելու է, դա աստծով բացմանը որ գաք, կտեսնեք։ Էսի մեր դրայեջերն է, որ ասում Գերմանիայից են բերել, ստեղ մսերը պետք է հնացում անվի։ Էսի պրեպի սենյակ է, որ ստեից միսը դուսագալի գալիս աստե մշակվում է, մյուս սառնանը արդեն պատրաստի, որ արդեն հնեցված միսը կախվում այնտեղ, որպես վիտրինա է, էլի այն մյուս սառնանը։ Այնտեղ ունենք արդեն ծերից ծեր մեր տարբեր տեսակի մսեր, այն վերջը ձկնեղեն, seafood, ստեղ ունենք սալատներ, ունենք տաք ուտելիքներ ստե, սա տաք քեյսա, այնտեղ ունենք արդեն ստեղ գրիլ ենք ունենալու, ռոթեսերի ենք ունենալու, հավի գրիլ եւ ունենք kitchen ստեղ ներսը։ Ու այս պրոյեկտը համարյա 3 տարի արդեն սարքում ենք, որ մոտավորապես 2 ամսից պատրաստ կլինի, ինչպես ասեցիք, չէ՞։ Աստծով, հա։ Մի 2-2.5 ամսից պետքա որ բրծնենք, էլի, եթե ամեն ինչ նորմալ գնա։ Մինչև հասնենք Գլենդել ու այնտեղ էլ կնկարենք քո բլիցը, ուզում եմ մի շատ ու վերջին կարևոր հարցը տամ քեզ։ Հայկական ուտեստներից որն է, որ պատրաստել ես արտերկրացիների համար։ Ահա։ Ու իրանք համները բերաներն են մնացել ու էլի են ուզում որ։ Ուրեմն ես փորձում եմ մեր հայկական նայեք, մեր հայկական ուտեստները իմ կարծիքով յուրահատուկ լավն է, բայց մատուցումը ես որ անկեղծ ասեմ, այդպես շատ ամերիկյանի նման չունենք մեզի մատուցում ու դրա պատճառով մեր ճաշատեսակները շատ ճանաչված չի աշխարհում ու ես այս վերջերս մի հատ թեստ արեցի, ուրեմն 40 հոգանոց օտարների իվենթ էր, որ անում էինք Փասադենայում, ես տենց իվենթներ եմ անում։ Մի հատ ուտեստ հնարեցի մեր հայկական, դա ինչ էր, ճապոնական խոսք է, կուրաբուտա է կոչվում, ես կուրաբուտա խոզը խորոված էի արել ու իրան սենց հետաքրիր սլայս է արել ստեյքի պես ու գիտեք մեր մութաբալը գիտեք, բաբականուշը։ Հա, իհարկե։ Ամերիկյան չիմիչուրին խառնել ենք այդ բաբականուշի հետ, շատ յուրահատուկ համով բան ենք ստացել ու մեր այդ սոխ տոմատը որ կա։ Այդ սոխ տոմատը մի քիչ իմպրովիզով տեն սոուսային մի բան ենք սարքել։ Ուրեմն դրել ենք սենց տակը, սենց իշլի քյուֆթեի պես սարքել ենք բաբականուշը, վրան սենց 2 կտոր խոզի սլայս արած խորոված ու անկյունը որպես սոս այդ կարմիր տոմատի մեր հայկական ռեհանով սոսը անկեղծ եմ ասում բոլորը ապշած էին որտեվ օտարները տենց համերի ոնց որ բանջի հատուկ կանչում են մեր Արոն մեղ կա ինձ հատուկ կանչում են ասում են էս ինչ այդ բաբականուշ ուտում է հատուկ այդ խորովածը բադրջանի անում ենք հենց փեդի վրա որ այդ ծխի համը քաշի բադրջանը մեջ է էլի
որ ուտում են, ասես զարմացած գալու, բայց էսի ինչ է հարցնում են, էսի smoky ham flavor, ասում եմ, դա սովորական մեր հայկական ոնց որ կողքնյան, հա, իմպրովիզ են գալի ամերիկյան հետ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, շատ ունենք տենց հորինած մեր հայկական ուտեստները, որը որ փորձում ենք միքս անենք ամերիկյանի հետ, որ ամերիկյան շուկային էլ մի քիչ համահունչ լինի, ու հուսամ դուք անձամբ կփորձեք մեր արդեն աստծո վեսի որ բացենք, փորձեք կհասկանաք, էլի տարբեր տեսակի դիշեր ունենք շատ հետաքրքիր հորինած, բայց հələ ոչ մի բան չենք անում, սպասում ենք մինչև էսի բացվի, որ կարողանանք մի քիչ հետաքրքիր խաղի պես կազմակերպենք, էլի։ Դե քանի որ ես ու Արոն էլ ուտելու հետ խնդիր չունենք, չէ, Արո։ Արոն եւ ընկերները։ Արոն եւ ընկերները, հա։ Մենք անպայման գալու ենք այստեղ բացմանը դե պարտադիր ու մենք այստեղ լինելու ենք քո ամենօրյա հաճախորդը։ Okay. Գնանք հիմա գլենդել ու նկարենք մեր բլիցը։ Գնացինք։ Գնացինք։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Առավոտ թե երեկո։ Երեկո։ Ուշացողն ես թե ժամանակին եկը։ Ժամանակին եկո։ Ամենակարևոր երկու բառը, որ միշտ օգտագործում ես։ Լավ կլինի։ Ափսոսում եմ, որ Մի քիչ շուտ չեկա Ամերիկա։ գիտես, հիմնականում բոլորն են դրա համար ափսոսում, շատ հետաքրքիր է։ Նյարդային անում եմ երբ։ Նկատում եմ դավաճանություն։ Երջանիկ եմ երբ։ Ընտանիքիս հետ եմ։ Սիրում եմ երբ։ Ընկերներիս հետ եմ եւ ընտանիքիս հետ եմ։ Ու նկարագրիր հային մի բառով։ Առոտաձեռն։ Լավ հայն։ Հայկ, ես քեզնից շնորհակալ եմ։ Ես Այսօր եմ շնորհակալ։ Ամերիկայում ես միշտ իմ հյուրերին դա ասում եմ։ Ամերիկայում այսօր ժամանակը շատ թանկ է, ու այնքան բոլոր տեղերում է թանկ, բոլոր տեղերում է արագ անցնում, բայց Ամերիկայի ռիթմը մի տեսակ շատ ավելի արագ է։ Մենք չենք հասցնում շատ բաներ, բայց դու այսօր քո ժամանակից մեզ տրամադրեցիր ու մենք այսօր հրաշալի զրույց ենք ունեցել։ Դու այսօր դասախոսություն ես կարդացել ոչ միայն մեր հետևորդների համար, այլ հատուկ Արոյի համար, դու դասախոսություն ես կարդացել։ Այսօր Արոն մսերի մասին իմացավ այնքան բան, որ իրան հաստատ պետք կգա։ Իսկ եթե ավելի լուրջ, ես քեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ բոլորիս ու մի բան էլ ես ավելացնեմ, ես կուզեմ, որ ցանկացած հայ, ցանկացած մարդ, ով ինչ նախաձեռնություն որ կունենա այս օտարապերում, որը որ մերը չի իհարկե եկել ենք սաղսել Հայաստանից տարբեր մասերից, թող Աստված մեծ հաջողություններ գրանցի ու կարողանա կյանքում հասնի իր բոլոր նպատակներին։ Ձեզ եմ շնորհակալ ձեր ժամանակի, ձեր արդյունավետ աշխատանքի, ձեր ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ։ Իսկ հիմա կամերաները անջատում են, գնանք ուտելու։ Արոյի սիրած ժամն է հիմա։ The community.